Բարիգալուս բուժատետեր։ Դուք արդյոք գիտեք, որ մեր աղիները ունեն իրենց սեփական ուղեղը, ավելի քան 100 միլիոն նյարդային բջիջ, ավելին քան ողնուղեղը։ Երբ դուք ստրես եք տանում կամ տագնապում եք, աղիների այս երկրորդ ուղեղը բառացիորեն սառչում է։ Դա է պատճառը, որ փորկապությունը հաճախ ոչ թե ստամոքսի, այլ նյարդային համակարգի գերբեռնվածության արդյունք է։ Ավելին, մեր օրգանիզմում երջանկության հորմոնի սերոտոնինի մոտ 90%-ը արտադրվում է հենց աղիներում։ Ուստի առողջ աղիները ուղիղ կապ ունեն բարձր տրամադրության եւ երջանկության հետ։ Նախ հասկանանք, թե ինչու է առաջանում քրոնիկ փորկապությունը, ինչն է նպաստում դրան, այնուհետև անցնենք դրա դեմ բուժմանը։ Քրոնիկ փորկապությունը, որը տևում է 3 ամսից ավելի, հազվադեպ է լինում մեկ պատճառով։ Մեր մարծողական համակարգը բարդ մեխանիզմ է, եւ դրա խափանումը սովորաբար մի քանի փոխկապակցված գործոնների արդյունք է։ Ահա քրոնիկ փորկապության առաջացման հիմնական եւ խորքային պատճառները։ Ֆիզիոլոգիական եւ մեխանիկական պատճառներ։ Աղիների ծուլություն կամ իներտություն։ Սա վիճակ է, երբ հաստ աղիքի նյարդային վերջույթները կամ մկանները ճիշտ չեն արձագանքում սննդի ներկայությանը։ Աղիքի կծկումները դառնում են չափազանց թույլ կամ հազվադեպ, ինչի պատճառով կղանքը օրերով մնում է նույն տեղում։ Երկրորդը կոնքի հատակի մկանների դիսֆունկցիան է։ Որպեսզի կղազատումը տեղի ունենա, կոնքի հատակի մկանները եւ անալ սֆինկտերը պետք է թուլանան։ Քրոնիկ խնդիրներ ունեցող շատ մարդկանց մոտ այս մկանները ընդհակառակը կղազատման ժամանակ սպազմի են ենթարկվում կամ կծկվում են, ինչը փակում է ելքը։ Հաջորդ պատճառը աղիքի կառուցվածքային փոփոխություններն են, ինչպիսիք են նեղացումները, աղիքի ոլորումները կամ ուղիղ աղիքի արտափքումը դեպի հեշտոց կանանց մոտ եւ ֆիզիկական արգելք են ստեղծում։ Փորկապության հաջորդ պատճառը նյարդային եւ հորմոնալ համակարգի խանգարումներն են։ Քանի որ մեր աղիները կառավարվում են նյարդային համակարգի կողմից, այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, պարկինսոնիզմը, ցրված սկլերոզը կամ ողնուղեղի վնասվածքները, ուղղակիորեն բերում են աղիների կաթվածահար վիճակի։ Հաջորդը հորմոնալ դիսբալանսն է։ Հորմոնները կարգավորում են օրգանիզմում հեղուկի հաշվեկշիռը եւ մկանների տոնուսը։ Հիպոթիրեոզ վահանաձև գեղձի ֆունկցիայի անկում։ Սա դանդաղեցնում է օրգանիզմի բոլոր պրոցեսները, այդ թվում մարսողությունը, կղազատումը։ Հաջորդ պատճառը հղիությունը կարող է լինել։ Սակայն այստեղ հենց պրոգեստերոն հորմոնի բարձր մակարդակն է, որը թուլացնում է հարթ մկանները, ինչի պատճառով աղիները կորցնում են կծկվելու հնարավորությունը։ Փորկապության երրորդ պատճառը նվազագույն շարժում եւ գաղտնի ջրազրկում։ Երբ մենք քայլում կամ վազում ենք, որովայնի մկանները մեխանիկորեն սեղմում են եւ խթանում աղիները։ Նստակյաց աշխատանքի դեպքում այս բնական մերսումը բացակայում է, այլեն շրջանառությունը կոնքի խորոչում դանդաղում է եւ աղիները անցնում են քնի ռեժիմի։ Հաջորդը ջրազրկումն է։ Մարդկանց մեծ մասը կարծում է, թե բավարար ջուր է խմում, սակայն սուրճի, թեյի կամ աղի սննդի չարաշահումը իրականում դուրս է բերում հեղուկը բջիջներից։ Երբ օրգանիզմը ջրի պակաս ունի, հաստ աղիքը կատարում է իր հիմնական ֆունկցիան, ներծծում է ամբողջ ջուրը մարսված սնունդից։ Արդյունքում կղանքը վերածվում է չոր, քարացած զանգվածի, որը աղիքը չի կարողանում հրել առաջ։ Հաջորդ պատճառը դեղորայքային գործոնը կարող է լինել։ Շատ մարդիկ բուժում են մեկ այլ հիվանդություն չկասկածելով, որ այս դեղերը առաջացնում են քրոնիկ փորկապություն։ Օրինակ, ուժեղ ցավազրկողները, նրանք բառացիորեն անդամալացում են աղիների շարժունակությունը։ Երկաթի եւ կալցիումի հավելումներ, այս անկանյութերը դանդաղեցնում են մարսողական տրակտի կծկումները, պնդեցնում են աղիքի պարունակությունը։ Հաջորդը ստամոքսի այրոցի դեմ դեղերն են, այն տեսակները, որոնք պարունակում են ալյումին կամ կալցիում, ուժեղ փորկապողազություն ունեն։ Եվ իհարկե միզամուղները։ Սրանք օրգանիզմից հեռացնում են հեղուկն ու կալիումը, ինչը թուլացնում է աղիների մկանները եւ արդեն կղազատումն ու մարսողությունը ճիշտ տեղի չի ունենում։ Եթե մարդը աշխատանքի, ստրեսի կամ անհարմարության պատճառով պարբերաբար հետաձգում է զուգարան գնալը, ուղիղ աղիքի նյարդային վերջույթները կորցնում են զգայունությունը։ Օրգանիզմը դադարում է ազդանշաններ ուղարկել, որ ժամանակն է զուգարան գնալու եւ կղանքը կուտակվում ու պնդանում է վերին հատվածներում։ Այժմ անցնում ենք մեր տեսանյութի ամենաօգտակար եւ ամենասպասված հատվածին, ինչպես 7 բնական միջոցներով ազատվել փորկապությունից։ Եվ այսպես առաջին տեղում սև սալորն է եւ դրա ճիրը։ Սև սալորը պարունակում է մի նյութ, որը կոչվում է սորբիտոլ։ Սա բնական շաքարային սպիրտ է, որը մեր օրգանիզմը չի ներծծում։ Սա մնալով աղիներում սորբիտոլը ֆիզիկայի օրենքներով ջուր է քաշում դեպի աղիքի լուսանց։ Բացի այդ, այն հարուստ է դիետիկ մանրաթելերով, որոնք ստիպում են աղիքի պատերին կծկվել։
Վերցրեք 5-6 հատ որակյալ սև սալորաչիր, լավ լվացեք։ Երեկոյան դրեք բաժակի մեջ, վրան լցրեք 200 մլ գոլ կամ տաք ջուր, բայց ոչ երբեք եռման։ Առավոտյան արթնանալուն պես ամենակարևորը դատարկ ստամոքսին կերեք այս փափկած ջրերը եւ պարտադիր խմեք այդ թուրմ ջուրը։ Ազդեցությունը կզգաք 1-2 ժամվա ընթացքում։ Երկրորդ տեղում աղացած կտավատը եւ չիայի սերմերն են։ Այս սերմերը պարունակում են հսկայական քանակությամբ լուծվող բջջանյութ։ Ջրի հետ շփվելիս նրանք արտադրում են լպրծուն գելանման նյութ լորձ։ Այս գելը պատում է աղիների պատերը եւ կղանքային զանգվածները, ստեղծելով կատարյալ սահող մակերես, ինչպես նաեւ մեծացնում է կղանքի ծավալը։ Բայց կարևորագույն սխալի մասին խոսենք։ Եթե այս սերմերը ուտեք չոր վիճակում կամ առանց բավարար ջրի, դրանք աղիներում պարզապես կներծեցեն եղած վերջին խոնավությունը եւ կվերածվեն իսկական ցեմենտի, վատթարացնելով փորկապությունը։ Ճիշտ կիրառման եղանակը։ Կտավատի սերմերը պետք է լինեն աղացած, քանի որ ամբողջական սերմերը մեր օրգանիզմը չի մարսում եւ դրանք անփոփոխ դուրս են գալիս։ Անհրաժեշտ է 1 ճաշի գտալ աղացած կտավատը կամ չիայի սերմերը լցնել 1 բաժակ գոլ ջրի մեջ կամ ոչ յուղոտ մածունի կեֆիրի մեջ։ Թողեք 20-30 րոպե, մինչ զանգվածը կդառնա թանձր եւ լպրծուն։ Կերեքսա քնելուց 1-2 ժամ առաջ։ Վրայից պարտադիր պետք է խմել կես բաժակ մաքուր ջուր։ Երրորդ միջոցը՝ տաք ջուր ձիթապտղի յուղով։ Սա երկակի հարված է փորկապությանը։ Առաջինը՝ տաք հեղուկը դատարկ ստամոքսին միացնում է գաստրոկոլիկ ռեֆլեքսը, այսինքն ստամոքսը հրահանգում է աղիներին ազատել տեղը։ Երկրորդը՝ ձիթապտղի յուղը խթանում է լեղապարկի կծկումը։ Իսկ ինչպես գիտենք, լեղին բնական լուծողական է, որն ակտիվացնում է աղիների շարժունակությունը եւ հապկեցնում է կղանքը։ Բայց պետք է ճիշտ կիրառել։ Առավոտյան դեռ ատամները չլվացած կամ լվանալուց անմիջապես հետո վերցրեք 1 բաժակ հաճելի տաք ջուր, մոտ 40 աստիճան։ Ավելացրեք 1 թեյի, հետագայում 1 ճաշի գտալ սառը մամլման ձիթապտղի յուղ, այսինքն էքստրա վիրջին տարբերակը։ Սա գրեթե չմշակված տարբերակն է։ Խմեք դանդաղ եւ կումերով։ Զուգարան գնալու ցանկությունը կհայտնվի ընդամենը 20-30 րոպեի ընթացքում։ Չորրորդ հրաշալի տարբերակը փսիլիում կոչվող մթերքն է։ Նախ հասկանանք, թե ինչ է սա։ Սա պատրաստում են եզան լեզվից։ Նախ նշենք, որ փսիլիումը աշխարհում ամենաճանաչված բնական միջոցն է, որը խորհուրդ է տրվում գաստրոենտերոլոգների ասոցիացիայի կողմից։ Սա բաղկացած է ուշադրություն 100% լուծվող մանրաթելից։ Աղիներում այն մեծանում է իր ծավալից 15 անգամ, վերածվելով փափուկ սպունգի, որը հավաքում է տոքսինները, մեծացնում է կղանքի զանգվածը եւ ստիպում է աղիքին ուժեղ կծկվել։ Փսիլիում դուք կարող եք գտնել մեծ սուպերմարկետներում, սովորական խանութներում դժվար թե այն լինի, բայց մասնագիտացված խանութներում եւ սուպերմարկետներում հնարավոր է գտնել։ Բացի այդ, այն կարող եք պատվիրել տարբեր on-line հարթակներից, Wildberries-ից, iHerb կայքից եւ այլն։ Ինչպես ճիշտ կիրառել այս հրաշագործ միջոցը։ Ձեզ անհրաժեշտ կլինի 1 թեյ գտալ փսիլիումի փոշի։ Այն լցրեք 1 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ Արագ խառնեք եւ անմիջապես խմեք։ Եթե դուք հանկարծ սպասեք 2 րոպե, ապա այն բաժակի մեջ կվերածվի պինդ ժելե եւ խմելը անհնար կլինի։ Փսիլիում խմելուց հետո հաջորդ 5 րոպեի ընթացքում պարտադիր խմեք եւս 1 մեծ թեյի բաժակ մաքուր ջուր։ Օրական ջրի քանակը պետք է ավելացնել։ Առհասարակ փսիլիումը փորկապության դեմ պայքարի գործում անփոխարինելի է։ Փորձեք եւ ինքներդ կհամոզվեք։ Հաջորդ մթերքը՝ կաղամբի թթվաջուր եւ թարմ կեֆիր։ Քրոնիկ փորկապության ժամանակ մեր աղիներում միշտ զարգանում են նեղման բակտերիաներ։ Բնական ֆերմենտացված մթերքները հարուստ են լակտոբակտերիաներով եւ օրգանական թթուներով, որոնք կարգավորում են աղիքի pH միջավայրը եւ գրգռում նյարդային վերջույթները, արագացնելով մարսողությունը։ Ճիշտ կիրառման եղանակը։ Օգտագործեք միայն ավանդական եղանակով պատրաստված կաղամբի թթվի ջուրը։ Այն թթուն, որը ինքներդ եք դրել առանց քացախի, առանց էսենցիայի, միայն մթերքը, աղը եւ ջուրը։ Խմեք 50-ից 100 մլ կես բաժակից քիչ ուտելուց 20 րոպե առաջ։ Արդյունքը զգալու եք մի քանի օրվա ընթացքում։ Եվ իհարկե կեֆիր կամ մածուն։ Խմեք միայն թարմ 1-2 օրվա պատրաստված կեֆիր։ 3 օրից ավելի հնացած կեֆիրը ընդհակառակը ունի ամրացնող, այսինքն փորկապություն առաջացնող ազդեցություն։ Խմեք 1 բաժակ գոլ կեֆիր 1 թեյ գտալ բուսական յուղով քնելուց առաջ։ Եվ 7-րդ միջոցը թարմ իմբիրի, կոճապղպեղի եւ անանուխի թեյ։ Իմբիրը պարունակում է ջինջերոլ կոչվող մի նյութ, որը տաքացնում է մեր մարսողական համակարգը, խթանում է ստամոքսահյութի եւ ֆերմենտների արտադրությունը, արագացնում է սննդի տեղաշարժը ստամոքսից դեպի աղիներ։ Անանուխը հանում է գազերը, որովայնի փորապքանքը։
Վերցրեք 1 թեյ գդալ թարմ քերած իմբիր եւ 3-4 տերև թարմ անանուխ։ Լցրեք թերմոսի կամ թեյնիկի մեջ, ավելացրեք 250 մլ եռմանջուր եւ թողեք թրմվի 10-15 րոպե։ Խմեք այս թակթայի օրական 2 անգամ, ծանր ուտեստներից 30 րոպե անց։ Շատերին թվում է, թե միայն այս հրաշագործ միջոցներ օգտագործելուց հետո մեկ ընդմիշտ կազատվեն փորկապությունից, բայց այստեղ կա մի փոքր բայց։ Եթե դուք շարունակեք նույն կենսակերպը, արդյունքը այդքան էական չի լինի։ Կենսակերպի արմատական փոփոխություններ խնդրից ընդմիշտ ազատվելու համար։ Սնունդը։ Ձեր ափսեի կեսը պետք է լինի կանաչեղեն ու բանջարեղեն, բրոկոլի, գազար, բազուկ, կաղամբ։ Փոխարինեք սպիտակ հացը թեփով կամ ամբողջական հատիկավոր հացով։ Հեղուկի ճիշտ հաշվարկ։ Խմեք օրական 30 մլ ջուր ձեր քաշի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց։ Օրինակ 70 կիլոգրամ կշռող մարդը պետք է խմի 21 լիտր ջուր։ Կոֆեինը եւ քաղցր հգազավորված ըմպելիքները չեն հաշվվում, սրանք հակառակն են անում, ձեր օրգանիզմից հանում են ջուրը։ Սուրճի ամեն բաժակից հետո պետք է խմել 1 հավելյալ բաժակ մաքուր ջուր։ Մի խմեք ամբողջ ջուրը 2-3 անգամից, այն պարզապես կծանաբեռնի ձեր երիկամները եւ դուրս կգա արագ։ Խմեք ամեն ժամը 1-200 մլ, այսինքն 1 բաժակ ջուր, սենյակային ջերմաստիճանի կամ թեթևակի գոլ ջուր։ Եվ երրորդ զուգարանից օգտվելու 3 բժշկական կանոն։ Սա այն հատվածն է, որտեղ մարդիկ ամենաշատն են սխալվում, խախտելով մարմնի բնական անատոմիան։ Ժամանակակից նստովից սովորական զուգարանակոնքերը ստեղծվել են հարմարավետության, բայց ոչ անատոմիայի համար։ Երբ մենք նստում ենք սովորական ձևով, կոնքի հատակի պոբորեկտալ մկանը մնում է լարված վիճակում։ Այն բառացիորեն օղակի պես սեղմում է ուղիղ աղիքը, ստեղծելով արհեստական կեռում ծռվածք եւ փակելով ելքը։ Որպեսզի կղանքը դուրս գա, մարդը ստիպված է լինում ուժգին լարվել եւ ճնշում գործադրել, ինչն էլ կարող է բերել թութքի։ Լուծումը։ Զուգարանակոնքի մոտ դրեք փոքրիկ աթոռակ 15-20 սանտիմետր բարձրությամբ եւ ոտքերը դրեք դրա վրա։ Մարմինը թեթևակի թեքեք առաջ։ Այս դիրքում 35 աստիճան անկյուն պոբորեկտալ մկանը լիարժեք թուլանում է, ուղիղ աղիքը դառնում է բացարձակ ուղիղ խողովակ եւ դատարկումը կղազատումը կատարվում է հեշտ եւ առանց լարվածության։ Գաստրոկոլիկ ռեֆլեքս։ Մեր օրգանիզմը ունի ներկառուցված ավտոմատ համակարգ։ Ուտելուց 15-30 րոպե անց ստամոքսի ընդարձակում ազդանշան է ուղարկում հաստաղիկին, որ ժամանակն է տեղ ազատել նոր սննդի համար։ Սա կոչվում է գաստրոկոլիկ ռեֆլեքս։ Ամեն առավոտ նախաճաշից 20 րոպե անց գնացեք եւ նստեք զուգարանում 5 րոպե։ Ոտքերը աթոռակին։ Նույնիսկ եթե այդ պահին սուր ցանկություն չկա, դուք վառեցնում եք ձեր նյարդային համակարգը։ 2-3 շաբաթ անց օրգանիզմը կսովորի այդ ռեժիմին եւ աղիները կսկսեն աշխատել ժամացույցի պես։ Եվ իհարկե, զուգարանը ընթերցասրահ չէ։ Եթե դուք զուգարան եք գնում հեռախոսով, գրքով եւ այնտեղ անցկացնում եք 20-30 րոպե, կոնքի հատակի վրա երկարատև դատարկ ճնշում է գործադրվում։ Սա թուլացնում է մկանները, նպաստում երակների լայնացմանը, բերելով թութքի։ Զուգարանակոնքին անցկացրեք առավելագույնը 7 րոպե։ Եթե չստացվեց, վեր կացեք, զբաղվեք ձեր գործերով եւ վերադարձեք այն ժամանակ, երբ կզգաք իրական բնական կղազատման ցանկություն։ Երբեք մի ճնշեք եւ մի հետաձգեք կղազատումը աշխատանքի կամ ամոթխացության պատճառով։ Եվ հաջորդը աղիների քայլք։ Աղիները չեն կարող շարժվել, եթե դուք անշարժ եք։ Օրական 30 րոպե արագ քայլքը կամ թեթևակի վազքը բարձրացնում է որովայնի ներսում արյան շրջանառությունը եւ մեխանիկորեն ակտիվացնում է հաստ աղիքի հարթ մկանները։ Դուք վազում եք, ձեր աղիները նույնպես սկսում են վազել։ Իսկ ինչ վտանգներ ունի քրոնիկ փորկապությունը։ Փորկապությունը պարզապես տհաճ զգացողություն չէ, այն դանդաղ գործող ռումբ է ձեր օրգանիզմի համար։ Ինքնաթունավորում։ Կղանքը թափոն է, որը պետք է դուրս գա, այն չպետք է մնա օրգանիզմում։ Երբ այն օրերով մնում է աղիքում, տոքսինները հետ են ներծծվում արյան մեջ, առաջացնելով մշտական հոգնածություն, գլխացավեր, մաշկային ցան, ակնե, պզուկներ, հեմառոյ եւ ճաքեր։ Մշտական ճնշումը եւ լարվածությունը բերում են ուղիղ աղիքի երակների լայնացման, արյունահոսության եւ սուր ցավերի։ Եվ վերջապես ամենավտանգավորը, որը կոչվում է դիվերտիկուլյոզ։ Աղիների պատերին բարձր ճնշման պատճառով, այսինքն երբ կղանքը մնում է աղիների մեջ, առաջանում են փոքրիկ գրպանիկներ, որոնք կարող են բորբոքվել եւ պահանջել անգամ վիրահատական միջամտություն։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե մեր աշխատանքը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք, մեկնաբանությունների հատվածում գրեք, արդյոք ունեք փորկապություն, երբևէ կիրառել եք այս բնական միջոցներից որևէ մեկը։ Առաջարկեք նոր թեմաներ մեր հաջորդ թողարկումների համար, կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք ձեր առողջության մասին են։ Լավ եղեք, առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։